Իմպիչմենտի հարցում համաձայնության չեն գալիս ընդդիմադիրները։ Հայաստան խմբակցության 28 ստորագրությունը վաղուց պատրաստ է, թուղթը շարունակում է մնալ ֆրակցիայի գրասենյակում։ Իշխան Սաղաթելյանի տպավորությամբ պատիվ ունեմ խմբակցության վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի տակ այլ բան է թաքնված։ Այս կարևոր գործընթացը, այս մակարդակով, այս մոտեցմամբ, այս մարդկանցով, ու լուրջ է այս ամեն ինչ։ Սաղաթելյանի խոսքով, երբ պատիվ ունեմը հայտարարել է իմպիչմենտի մասին, իրենք էլ ասել են, որ միանում են, այդ ժամանակ ենթադրել են, որ եթե Հանրապետականը մտնում է այս գործընթացի մեջ, ուրեմն արդեն ունի բավարար 8 ստորագրությունը եւ մնում է Հայաստան խմբակցության 28 ձայնը, որպեսզի մինիմում 36 ստորագրությունը հավաքվի, սակայն բոլորովին այլ բան է պարզվել։ Մեր ընկերները ասացին, որ այս պահին դեռ չունենք այդ երկու ստորագրությունը, բայց եթե ունենանք էլ մենք այժմ չենք պլանավորում դա բերել խորհրդարանի օրակարգ, որովհետև մենք արդեն հայտարարել ենք եւ հիմա էլ վստահեցնում ենք, որ խորհրդարան կմտնենք 54 ստորագրություն ունենալու դեպքում։ Հայաստան խմբակցությունը հանդիպման ժամանակ գործընկերներից կոնկրետ պատասխան չի ստացել, թե երբ են սկսելու փողոցային պայքարը։ Այս իմպիչմենտի նախաձեռնողները որոշները չափը կորցրել են նաեւ։ Այսինքն, օրինակ մեկը ասում է, որ Իշխան Սաղաթելյանը հրապարակել է այդ ստորագրությունները, ինչ որ համեմատություն անում, ինչի դիմադրության ժամանակ մենք մեր ընտանիքի կամ ստորագրությունները կամ ֆոտոները նկարում հրապարակում ենք։ Իշխան Սաղաթելյանը համամիտ է ընդդիմադիրների տարաձայնությունները բխում են իշխանության շահերից։ Այս իմպիչմենտի նախաձեռնողների մեջ մարդիկ կան, որ կառավարությունը մի հատ նստած գլխավոր ֆեյք կա, չէ, հայտնի են Տարոն Չախոյանը ինչ։ Այսինքն դրան գերազանցել են արդ։ Մի քիչ էլ սենց աշխատեն, այս տողը գործերը ահագին թեթևանելու է, ընդդիմության վրա այդ հաստիկից կարող է հանեն։ 2026 թվականի ընտրությանն ինչպես կմասնակցի Դաշնակցությունը առանձին, թե դաշինքով դեռ հայտնի չէ։ Երբ կգա ժամանակ, այդ մասին կմտածեն։ Մեկ տարում կարող է շատ բան փոխվել։ Չպետք է բացառել փողոցային ճանապարհով սրանց հեռացնելը, ընդհակառակը պետք է պատրաստվել առաջին հերթին դրան։ Ստորագրության հետևից վաղ առավոտից խորհրդարանում էր Նարեկ Մալյանը։ Դուք ինձ համար հիմա պարոն անվստահությունն եք, Էդգար Ղազարյան մեր պարոն իմպիչմենտը։ Հանդիպումն անպտուղ անցավ։ Վարդանյանն իր ստորագրությունը պատիվ ունեմ խմբակցության ձևաթղթի տակ չդրեց։ Կվերադարձնեք պարոն Օմիջյանին։ Այսինքն պարոն Վարդանյան, չեք ստորագրում, հրաժարվում եք ստորագրել։ Այդ հարցը ես չեմ քննարկում։ Իզաբելլա Հովանիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։